Մեծ ցանկության դեպքում, Վլադ ջան, մենք կարող ենք ամբողջ ֆինանսական համակարգը համարել խարդախություն։ Մեծ խարդախություն, ինչու։ Ֆինանսական համակարգը վերցնում է իրական ռիսկը, ներկայացնում է, որ դա չկա։ Մոտիվը որն է, որ ավելի շատ ֆինանս ներգրավի։ Բա ինչպես մենք խթանենք ներդրումային գործընթացը։ Չի ստացվում, որ ֆինանսական համակարգը այսօրվա տնտեսության, արտադրական process-ի, աշխատանքի բաժանման, խորացման մարտիկն է, էլի ոնց։ Այո, ինքը հենց դրա համար է ստեղծվել է։ Այդ եմ ասում, հասկանում ես, Վլադ ջան, նորից մեր թերությունները, մեր արժանինքների շարունակություններն են, որ խոսում են, հա, բանկիրները, կերան բանկիրները, տոկոսները եւ այլն։ Առհասարակ այս աշխարհը, որում մենք այսօր ապրում ենք, հա, ունենք այսպիսի տեխնիկա, հա, այսպիսի գադջետներ եւ այլն։ Առանց բանկային համակարգի դուք ոչ մի բան չեք։ Դուք հիմա ապրում եք, չգիտեմ, 17-րդ դարում։ Բարև ձեզ, Capital Plus-ի 5-րդ թողարկումն ենք սկսում եւ այսօր խոսելու ենք հետեւյալ թեմայի մասին։ Ռիսկերի խնդիրը ժամանակակից տնտեսությունում, կառուցվածքային ճգնաժամերի էությունը եւ գլոբալ տնտեսության զարգացման հեռանկարները։ Ողջույն արկած, սկսենք։ Ուղղակի երևի ավելի ճիշտ կլինի ասել շարունակենք, Շարունակենք, այո։ Մի քանի խոսք անցածի վերաբերյալ մենք դիտարկեցինք, թե ինչպես է աշխատում աշխատանքի բաժանման ֆենոմենը, այսինքն մենք քննարկեցինք, թե ինչպես է տեղի ունենում աշխատանքի բաժանման process-ը, հա, հիշենք մեր սայլակի վարպետներին, որոնք բաժանում են իրենց աշխատանքը։ Արեցինք որոշ հետևություն։ Առաջինը, որ ինչ դրական բաներ մենք ունենք, աճում է արտադրողականություն, ինչը դրական երևույթ է, բայց կա նաև բացասական, դա ռիսկեր։ Այսինքն դրա հետ զուգահեռ աճում են նաև ռիսկերը եւ կապը հետեւյալն է։ Ռիսկերը աճում են անհամեմատելի ավելի արագ, ավելի շատ են ռիսկերը, քան աճում է արտադրողականությունը։ Եվ դա խնդիր է, որովհետեւ եթե դա չլիներ, հա, մենք կարող ենք ունենալ, հա, անվերջ պրոգրես։ Հասկանանք, իսկ արդյոք ինչ է իրենց ներկայացնում ռիսկը։ Լավ, ինչ է ռիսկը ու ինչ ենք մենք այսօր դրա մասին խոսելու։ Սկսեմ նրանից, որ այսօր կա ընկալում, որ ռիսկի աղբյուրը դա ֆինանսական հատվածն է, այսպես կոչված։ Եթե օրինակ դիտարկենք վերջին ճգնաժամը, գլոբալ ֆինանսական ճգնաժամը, ապա ոնց բանման մեջ մենք տեսնում ենք ֆինանսական, հա, բառը, որը մեզ ուղղորդում է դեպի նրան, որ մենք պետք է անցալենք, որ հա այդ ռիսկը ուրեմն գոյացել է ֆինանսական հատվածում։ Դա եւ ճիշտ է եւ ոչ, հա, միաժամանակ եւ եկեք հասկանանք ինչու։ Աշխատանքի բաժանման կոնցեպտի տեսանկյունից իրական ռիսկը, ֆունդամենտալ ռիսկը կենտրոնացված է իրական հատվածում, ոչ թե ֆինանսական։ Ես հիշեցնեմ, մենք մի անգամ խոսել ենք դրա մասին, որ ժամանակակից տնտեսագիտությունը դիտարկում է տնտեսությունը որպես ոչ փողային, այսպես ապրանքային։ Այսինքն փողը դա ընդամենը ծածկոց է, որի տակ, հա, տեղի են ունենում ապրանքաշրջանառությունը։ Ապրանքները, ծառայությունները փոխարինում են ապրանքների եւ ծառայություններով։ Իսկ փողը դա ծածկոց է, որը մենք պետք է պարզապես բարձրացնենք եւ տեսնենք իրական process-ը։ Այդտեղից գալիս է այդ արհեստական բաժանումը, որ գոյություն ունի տնտեսագիտությունը եւ օրինակ ֆինանսական գիտությունը որպես ինչ-որ առանձին, հա, գիտություն։ Եթե մենք բոլորս գիտենք, հա, համալսարաններում կան առանձին ֆակուլտետներ, ֆինանսների եւ այլն, այսինքն պատրաստում են առանձին մասնագետներ, ֆինանսիստներ, հա, եւ կարող է կարծիք լինի, որ դա ինչ-որ մասնագիտություն, այո, ինչ-որ կապ ունի տնտեսագիտության հետ, բայց ինքը առանձնապես առանձին ինչ-որ գիտություն։ Եվ ռիսկն էլ է դիտարկվում որպես ինչ-որ մի երևույթ, որը կապված է ֆինանսների հետ։ Տես, ֆինանսական գիտության մեջ քիչ թե շատ կան կոնցեպտներ, որոնք աշխատում են ռիսկի հետ։ Առհասարակ, օրինակ, եթե մենք ֆինանսական ոլորտը, ապա այնտեղ կա այսպես կոչված ռիսկի, հա, վերաբերյալ դիլեմա, հա, երկընտրանք, որը կոչվում է եկամտաբերության եւ ռիսկայունության երկընտրանք։ Եթե դիտարկենք ֆինանսական ոլորտը, ապա այդտեղ գոյություն ունի այսպիսի երկընտրանք, հա, դիլեմա, եկամտաբերություն եւ ռիսկայունություն, հա։ Այսինքն, եթե մենք պատկերենք գրաֆիկի վրա, որտեղ, ասենք, 0-ից 1 կամ 0-ից 100%, հա, այստեղ ռիսկ եւ եկամտաբերություն։ Ցանկացած ֆինանսական հաստատություն, օրինակ բանկ, հա,
ինքը միշտ որոշում է կայացնում։ Օրինակ, իր մոտ եղած գործիքը, հա, ֆինանսական։ Ինչ եկամտաբերություն է բերում իրան եւ ինչ ռիսկայնությամբ գործիքը։ Ինչքան շատ եկամուտ է, այդքան շատ ռիսկա պարունակում այդ գործիքը։ Վերցնենք, օրինակ, ինչպես է աշխատում դասական բանկ, հա, ինքը վերցնում է ավանդներ, հա, եւ տրամադրում է վարկեր։ Տոկոսային տարբերությունը կազմում է իր եկամուտը, հա։ Հիմա ինչ երկրտրանքի առաջա կանգնում բանկը։ Ես կարող եմ ոչինչ չդնել, վերցնել ավանդներ, հա, եւ ոչինչ չդնել, չտրամադրել վարկեր, հա, ապա ես կլինեմ, հա, ունենամ զերոյական ռիսկ։ Ոչ մի խնդիր չեմ ունենա։ Բայց դրա նեգատիվ կողմը այն է, որ մենք չենք ունենա, բանկը չի ունենա եկամուտ, հա, ապա ինչ իմաստ ունի այս ամեն ինչ։ Հակառակ կողմը, հա, մենք կարող ենք ամբողջ ավանդները տրամադրենք որպես վարկեր։ Ունենանք շատ բարձր եկամտաբերություն, բայց նաև շատ բարձր ռիսկայնություն, որովհետև կարող է ստացվել այնպես, որ ինչ-որ վարկառուներից մեկը չվերադարձնի գումարը, մեր ավանդատուները գան պահանջեն իրենց գումարը, հա, եւ մենք խնդիր ունենք։ Այսինքն, ոնց որ ասում են, ճշմարտությունը, հա, ընկած է այս հատվածի ինչ-որ մեջտեղը։ Որտեղ, հա, արդեն սա է հենց, հա, այսպես կոչված ռիսկ մենեջմենտ գործունեության էություն։ Թե որ հատվածում, հա, ես պետքա գտնում եմ, հասկանալով, որ ցանկացած հատված, ցանկացած կետ այս հատվածի վրա ունի իր դրական եւ բացասական կողմերը։ Սա ֆինանսական պրակտիկայում ընդունված մոդել է։ Դրա հիման վրա հաշվում են տարբեր ցուցանիշներ, եւ այլն, հիմա չխոսեմ դրա մասին։ Բայց դա ինչ վերաբերում է ֆինանսական, այսպես կոչված իրական ոլորտում ռիսկին այդքան ուշադրություն չեն դարձնում, որովհետեւ սխեման էլի գործում է։ Իհարկե, այս սխեման գործում է ցանկացած առևտրային կազմակերպության համար, որովհետեւ եթե մենք փոխենք օրինակ ոչ թե բանկային գործունեությունը, վերցնենք առևտրային կազմակերպությունը, այ շուտ, արդյունաբերական կազմակերպություն, ինքը ինչ ռիսկի առաջ է կանգնած, ես ներդրում եմ մեքենաների, սարքավորումների եւ այլն մեջ, հա, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո արտամ ինչ-որ արտադրություն, հա, խնդիր կարող լինի, հա, իմ արտադրությունը չվաճառվի, բայց ես պարտականություններ ունեմ, հա, իմ կրեդիտորների հանդեպ, հա, նույն բանն է։ Ուղղակի ես ինչի բերեցի բանկի օրինակի վրա դա շատ պատկերավոր է։ Բայց երբ խոսում են իրական հատվածի մասին, շատ ժամանակ դիտարկում են միայն այսպես կոչված գործառնական ռիսկեր։ Հա, այսինքն ռիսկեր, որոնք կամ տնտեսական ռիսկեր կարելի ասել, ռիսկերը, որոնք կապված են ներքին գործունեության հետ, հա, օրինակ, չգիտեմ, մատակարարը մեզ որակյալ ուրեմն հումքեր նյութեր չտրամադրեց, մեր սպառողը ուրեմն ապրանքը մենք իրան մատակարեցինք, բայց ինքը ժամանակին չվճարեց, մեր լավագույն կադրերից մեկը, հա, չգիտեմ, փոշմանեց եւ չուզեցավ մեր հետ աշխատի, թողեց գնաց եւ այսպիսի, հա, հարցեր է քննարկվում եւ ռիսկը դիտարկվում է ասես զուտ ներքին, հա, համակարգային ռիսկի մասին ոչ մի խոսք չկա։ Այսա կտեսնենք ինչու։ Հետարքիրա որ ռիսկերը ինձ մոտ էլ առաջնորդին ասոցացվում են ֆինանսների հետ, ֆինանսական համակարգը, հիմա ես որ լսում եմ, հասկանում եմ, որ հա, դա մի քիչ նեղ պատկերացում է ապաստորեն։ Տեսեք, մենք սրա մասին եմ ես ուզում խոսել, ինչու եմ ես ընտրել այս թեման, որովհետև հիմա հարց կառաջանա ինչ կապ ունի աշխատանքի բաժանումը եւ մնացած ամեն ինչ, հա։ Նորից կրկնեմ, հա, իմ կարծիքով ֆունդամենտալ ռիսկը կենտրոնացված է իրական հատվածում, ոչ թե ֆինանսական։ Ինչ է իրենց ներկայացնում դա ռիսկը։ Ինչպես մենք համոզվեցինք, ժամանակակից արտադրությունը դա աշխատանքի բաժանման, խորացման արդյունքում ստեղծվող համակարգ։ Ինչ է նշանակում աշխատանքի բաժանման խորացում։ Ինչ է նշանակում աշխատանքի բաժանման խորացումը։ Դա այս մեր ուրեմն տեխնոլոգիական շղթաների երկարացումն։ Այսինքն ամեն նոր քայլի հետ աշխատանքի բաժանման խորացման քայլի հետ մենք ունենում ենք ինչ։ Հա, եթե մենք սա դիտարկենք որպես ժամանակ, հա, այսինքն երկարում են, հա, երկարում է ժամանակ։ Ժամանակը ինչի միջև։ Ժամանակ թե երբ է, հա, հումքը մտնում արտադրության մեջ եւ վերջնական պատրաստի արտադրանքի հետ, հա։ Ինչու նախնդիրը արտադրողի համար։ Արտադրողը չգիտի, թե արդյոք պահանջարկ ունենա այն ապրանքը, որը ինքը կպատրաստի այսօրվա հումքից, բայց արտադրանքը դուրս կգա շուկա ժամանակ հետո։ Եվ ինչքան երկար է, հա, այդ արտադրական շղթան, այդքան այդ անորոշությունը աճում։ Ինչ ինֆորմացիա ինքը ունի։ Ինքը ունի այսօրվա ինֆորմացիա, այսինքն ինչ գներ են այսօր շուկայում, հա։
Բայց այսօրվա արտադրանքը պատրաստվել է այն հումքից, որը մտել է process-ի մեջ ժամանակ առաջ։ Դա ոչինչ չի ասում մեզ, հա, թե ինչ գներ կունենանք մենք ժամանակ հետո։ Իհարկե ինքը կարող է դիտարկել ինչ-որ երկարաժամկետ տրենդեր, հա, հետ գնա, տենա ժամանակի ընթացքում ինչպես է եղել եւ դրա հիման վրա որոշում կայացնի։ Այսինքն փորձի գուշակել, հա, կանխատեսել թե ինչ գներ կլինեն։ Բայց դա այսպես կոչված էքստրապոլյացիայի մեթոդն է, բայց էքստրապոլյացիայի մեթոդը շատ վատ է աշխատում ցիկլերի, հա, եթե մենք ունենք բիզնես ցիկլեր, հա, այսինքն երբ որ մեր մոտ աճից աճը վերանում է անկմանը եւ այլն եւ այլն։ Էքստրապոլյացիան լավ է աշխատում, երբ որ դուք տրենդի վրա եք աշխատում, այսինքն անընդհատ ինչ-որ դրական կամ բացասական դինամիկա չփոփոխվում։ Բայց եթե ինքը փոփոխվում է, ապա էքստրապոլյացիան չի աշխատում։ Միակ բանը, որ ինքը կարող է նկատել, ուսումնասիրելով պատմական շարքերը, հա, այսպես կոչված ժամանակագրական, դա այն փաստն է, որ ժամանակ առ ժամանակ սպառման ուրեմն ծավալները կտրուկ ընկնում։ Այսինքն ինչ-որ խնդիրներ ալնում եւ արտադրանքը չի վաճառվում շուկայում, ինչ պատճառով։ Դա գրեթե ոնց որ թե մեր եւ արտադրողների համար, բիզնեսի համար պետք է դաս լինի, բայց փորձը ցույց է տալի, որ միշտ մտածում են, որ չէ, այս անգամ տես չի լինելու, այս անգամ ամեն ինչ նորմալ է լինելու եւ մտածելակերպը, հա, դա զուր չէ, հա, այսինքն դատարկ հողի վրա չի ստեղծվում։ Այդ մտածելակերպը եւ այդ պատկերացումը ստեղծվում է նրանից, որ առանձին տնտեսվարող է շղթայի մեջ, ինքը չի տեսնում ամբողջ շղթան։ Եվ ամբողջ իրավիճակը ինքը չի կարող պատկերացնել, վերցնենք այս մարդը։ Ինչ է ինքը տեսնում։ Ինքը ամենաշատը, հա, տեսնում է այն, ինչ որ կատարվում է իր շուրջը։ Այսինքն իր անմիջապես հաճախորդը եւ իր անմիջապես մատակարարը։ Պատկերացրեք այս շղթաները, հա, օրինակ այսպիսի, հա, էկրան պատրաստելու համար ինչ տեխնոլոգիական շղթա է, հա, դա միլիոնավոր ուրեմն օղակներ են։ Իսկ դուք կենտրոնացված եք ինչ-որ մեջտեղում եւ ինչ է կատարվում այնտեղ կամ այնտեղ, հա, շատ դա պարզապես անհնարին է շատ ժամանակ այդ ինֆորմացիա ստանալը։ Եթե հնարավոր է, ապա դա այդ ինֆորմացիան շատ թանկ է ձեռք բերել։ Բայց անհրաժեշտ է այդ ինֆորմացիան ամբողջը ստանալ, եթե օրինակ ինքը կարա բավարարվի միայն իրանից առաջ եղած ու իրանից հաջորդ եղած օղակներով։ Իհարկե անհրաժեշտ է, հենց դրանում է կատարվում դա բավարարվում ինքը աշխատի օրինակ գործի որպես պես։ Եթե ես տիրապետում եմ միայն այս ինֆորմացիային, հա, ապա ես մտածում եմ, եթե օրինակ այս մարդու մոտ ամեն ինչ լավ է, ու այս մարդու մոտ ամեն ինչ, ուրեմն իմ մոտ ամեն ինչ լավ է։ Բայց եթե մենք շղթայով, չէ՞ որ սա շղթա է, իզուր չի, հա, մենք ինչ-որ պայմանական կետեր չենք եկա։ Ինչ է նշանակում շղթա, որ այս մարդու եկամուտները, հա, որը ինձ վճարում է, հա, ուրեմն ինքն էլ եկամուտները ստանում է, հա, ստեղից։ Այս մարդը ստեղից։ Եվ ինչ-որ շղթայի մեջ եթե մեկը խնդիր ունեցա, դա շղթա է, հա, շղթայական դա վերադառ։ Բայց քանի որ ես չեմ տեսնում ընդ ինչ է կատարվում, հա, ես մտածում եմ ստեղ, որ իմ մոտ ամեն ինչ լավ, օրինակ, հա։ Ու չեմ մտածում, հա, որ այսա շղթա, շղթայական գործընթացով դա անդրադառնալու է իմ վրա։ Ես պարզապես չեմ տեսնում։ Ամենաշատը, որ ինքը տեսնում է, հա, դա այս մասն է, հա, եւ հետեւաբար, հա, ինքը սկսում է զբաղվել իր անձնական, հա, իր կազմակերպությանը վերաբերող ռիսկերի հետ։ Ավելին ասեմ, անգամ եթե համակարգում ստեղծվում են ռիսկեր, հա, եւ ինչ որ ազդակներ է ինքը ստանում, որ ինչ որ մի բան այն չի, դա դիտարկվում է որպես ներքին գործառնական ռիսկ, հա։ Օրինակ, չվաճառվեց մեր ապրանքը, հա, ինչ է եղել։ Դե երևի մարքեթինգային ծառայությունից լավ չի աշխատում, հա։ Դե մի հատ ուղարկեմ հետազոտողներն տեսնեն կարող է ինչ-որ մրցակիցը հայտնվել շուկայում, որ ավելի լավ ապրանք է, ավելի լավ որակի ապրանք է տալիս, ավելի լավ գներով։ Կարող է ես պետքա նոր արտադրանքով դուրս գամ շուկա, գնամ զբաղվեմ ուրեմն R&D-ով եւ այլն, հա։ Այսինքն համակարգային ռիսկը դիտարկվում է որպես ներքին խնդրեմ, հա։ Ու մարդը սկսում է զբաղվել ներքին խնդիրներով։ Ռիսկի ուրեմն համակարգային կամ կառուցվածքային էության մասին առանձին տնտեսվարողը իմանում է մաքսիմում ԶԼՄ-ներից, օրինակ, որտեղ որ ասվում է, որ ամբողջ ռիսկը կենտրոնացված է ֆինանսական համակարգում, հա։ Եվ ինչ է պահանջում մեր տնտեսվարողը, որպեսզի վերջապես, հա, քաղաքական գործիչները սատկացնեն կամ վերացնեն կամ դատեն, հա, այդ առնախում, ուրեմն սրիկա բանկիրներին եւ այլն, հա, այդ մենք այդ խոսակցությունները լսում ենք անընդհատ, որ հա, այդ դրանք կերան, խման մեր արունը, վարկերը, տոկոսները եւ այլն։ Ուրեմն ունենք հետեւյալ վիճակ, հա, ռիսկը եւ կա եւ չկա։
Այսինքն մի կողմից կա, մյուս կողմից էլ առանձին տնտեսվարողի համար ինքը կամ չի երևում, կամ այդքան փոքր նշանակություն է խաղում, որ կարելի է չդիտարկել, հա, եւ անտեսել, ստացվում է Շրոդինգերի կատվի նման, հա, եւ կա եւ չկա միաժամանակ։ Այդպես մտածելը, հա, քիչ անտրամաբանական, հա, ինչ աշխատում, եւ կա եւ չկա, կամ լինում է, կամ չի լինում, հա։ Եկեք տեսնենք, բա ֆինանսական հատվածի դերը որն է ստեղ, հա, եթե ամբողջ ռիսկը կուտակված է իրական հատվածում։ Ինչ դեր է խաղում ստե ֆինանսական հատվածը։ Նախ պետքա հասկանալ հետեւյալը, որ ֆինանսական հատվածը ոչինչ չի կարող անել այս կառուցվածքային ռիսկի, համակարգային ռիսկի հետ, հա։ Ինչու չի կարող, որովհետև ոչ մի տեխնոլոգիա, ոչ մի ֆինանսական գործիք, ոչ մի նորարարություն, ոչ մի արհեստական բանականություն չի կարող ձեզ տրամադրի ինֆորմացիա, թե ժամանակ անց ձեր արտադրանքը ինչ գներով կվաճառվի։ Կվաճառվի արդյոք թե ոչ, հա։ Ինչքան զարգացնեն, պարզապես այդպիսի ինֆորմացիա ձեզ ոչ մեկ չի կարող տրամադրել։ Դա նշանակում է, որ ֆինանսական հատվածը ինքը ոչինչ չի կարող անել այդ ռիսկի։ Չկարողանալով ոչինչ անել ռիսկի բովանդակության հետ, ամենայնիվ ֆինանսական հատվածը շատ ակտիվ աշխատում է, փոխելով նրա ձևը։ Ձևի հետ աշխատում։ Այդտեղ կա 3 ձև, որով որ ինքը աշխատում է ռիսկի հետ, ռիսկի ձևի հետ։ Առաջինը կիսում է, հա, համընդհանուր ռիսկը, ֆինանսական հատվածը կիսում է շատ ավելի մանր հատվածների մասերի վրա։ Օրինակ, այսպիսի ոլորտ կա, ընկերստեն, գյուղատնտեսություն։ Այնտեղ մենք կարող ենք տեսնել, որ կա այսպիսի խնդիր, հա, ցանելուց առաջ գյուղատնտեսը, հա, մտածում է, հա, ինչ ցանի, ինչքան ցանի եւ այլն, հա։ Եվ ինչ խնդրի առաջ է ինքը կանգնում, որ ինքը չգիտի, աշխում է, հա, այն ինչ որ ինքը կցանի, հա, ինչ գնով կվաճառվի, հա, կվաճառվի եւ այլն, եւ որ իրանից կհասնի։ Դա ռիսկ է, հա, եւ ստեղ նրա օգնության գալիս են ֆինանսական տեխնոլոգիաներ, այսպես կոչված։ Տվյալ դեպքում դրանք կոչվում են ֆորվարդային կոնտրակտներ, հա, ֆորվարդային պայմանագրեր։ Լսած կրանք ֆյուչերսներ եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը կարող է ինչ որ մի անձի հետ, հա, կնքել պայմանագիր եւ ֆիքսի գինը, որ ես պարտավոր եմ քեզ այս ժամանակահատվածի ընթացքում բերքը գալ եւ քեզ մատակարել այսքան քանակով, դու էլ պարտավոր ես ինձ վճարել այսքան, հա։ Այդ մարդը, որ տվյալ դեպքում ապահովագրողն է հանդիսանում, այդ դեպքում մենք կտեսնենք, որ ռիսկը կիսվում է երկու մասի, գյուղացու, արտադրողի եւ ուրեմն ապահովագրողի մեջ։ Ապահովագրողը իր հերթին կարող է դրա հիման վրա նոր փաստաթուղթ, նոր արժեթուղթ թողարկի, հա, չգիտեմ, հավաքի իրար եւ այլ ինչ-որ ացանցալ գործիք անի շուկա, հա, եւ տանի եւ այլն եւ այլն։ Մենք տեսնում ենք ինչ որ ռիսկը, որը կա, ինքը չի ոչ միտը չի անհետացել։ Հա, պարզապես սկսում է կիսվել տարբեր անձերի մեջ։ Կարող է պատտվել տարբեր շուկաներում, պարտադիր չի, հա, ֆորվարդային, հա, տեղափոխվի, չգիտեմ, գլոբալ շուկաներ, եւ այլն, հա։ Դա առաջին ձևն է։ Երկրորդ ձևը այս դեպքում մենք խոսում ենք ռիսկերի նվազեցման մասին, թե ուղղակի ռիսկերի բաժանման մի քանի դա ներկայացվում է որպես նվազեցում, բայց նվազեցումը դա տվյալ դեպքում, հա, դա առանձին, եթե մենք դիտարկում ենք առանձին տնտեսվարողին, իր համար նվազեցվել է, բայց ընդհանուր համակարգում չի նվազեցել, բացի դա կիսվել է տարբեր բանկը։ Ֆինանսական համակարգը, հա, հատվածը ինքը դրանով է զբաղվում, ես ասացի, հա, բովանդակությունը չեն կարող վերացնել, չեն կարող նվազեցնել, ինքը միշտ մնում է, որովհետև մենք չենք կարող կանխատեսենք դերը, բայց ձևի հետ ինքը աշխատում է, հա, փոխում է մասերի, առաջի ձևով, հա, որ կիսում է, հա, շատ մեծ մասերի, հա։ Ուրեմն երկրորդը բաշխում է ռիսկը ներդրողների լայն զանգվածի մեջ։ Այսինքն կիսում է այդքան, հա, այսինքն ռիսկի ամեն մի մասնիկը դառնում է այդքան փոքր, հա, որ ամեն մի ներդրող, հա, անգամ շատ փոքր գումար ունեցող կարող է մասնակցել, հա, բայց քանի որ ինքը շատ փոքր մաս է, թվում է թե ռիսկերն են փոքր։ Ճիշտ է։ Այսինքն գլոբալ ոչ մեկ չի նայում, որ այդ ռիսկը պարզապես բաժանվել է, հա, միլիոնավոր մարդկանց միջև։ Ամեն մեկի ռիսկը այդքան փոքր է, որ թվում է թե ռիսկը չկա։ Եվ ստեղծվում է եւս մեկ պատրանք, որ այդ ռիսկը իրենից անկախ է։ Այսինքն ամեն մի մաս իրենից անկախ է։ Եթե ինչ-որ մեկը խնդիր ունենա, հա, դա ոչ մի կապ չունի մնացածների հետ։ Բայց մենք լավ գիտենք, հա, եթե դա տենց արվում է, օրինակ իմ վերած օրինակում, հա, գյուղատնտեսության արտադրանքի ապահովման հետ։ Եթե մենք վերացեցինք, հա, այդ իբր արտադրողից տարանք այդ միջազգային, չգիտեմ, որտեղ, վաղը երբ որ պարզվի, որ բերքը չի եղել կամ եւ այլն եւ այլն եւ այլն, մարդիկ հա իրենք կորուստներ են կրելու եւ շղթայով գալու։ Չպրծանք մենք ռիսկից։
ուրեմն եւ երրորդ ձևը, երրորդ տարածված ձև, դա երբ ֆինանսական հատվածը վերաբաշխվում է ռիսկը ժամանակի մեջ։ Սպառողները գումար չունեն, որպեսզի նոր թողարկված ինչ-որ մոդել հեռախոսի գնան, ու մենք կարող ենք տրամադրել իրանց վարկեր։ Այդ ժամանակ իրանք կարողանան գնել, հետո կվերադարձնեն։ Նորից, թվում է թե հարցը լուծվավ, բայց հարցը չլուծվեց, որովհետև վաղը, երբ որ ժամանակը գա եւ պարզվի, որ սպառողը իրոք գումար չուներ, կանգնելու է խնդրի առաջ եւ խնդրի առաջ է կանգնելու նաեւ ֆինանսական հաստատությունը, որ ֆինանսավորել է այդ գնումը։ Կարելի է վարկը վերաֆինանսավորել, տանցել արվում է, բայց ինչ արվում վերաֆինանսավորում, նշանակում է, որ ես եթե սպառող եմ, ես պետք է հրաժարվեմ ինչ-որ այլ ապրանքներ առնելուց։ Այսինքն ռիսկը տեղափոխվում է արդեն այլ հատվածներ, որոնք սկզբից կապ չունեին, բայց քանի որ իմ մոտ խնդիր է, ես պետք է վերադարձնեմ գումարը, որը չունեի պարզապես, այդ ապրանքը, ես չէի վաստակ իշխանել իմ կենսամակարդակը։ Դրա համար ես պետք է ապագայում եկամուտներից նվազեցումներ անեմ անցյալում կատարված գնումների համար։ Դա նշանակում է, որ ես նոր գնումներ չեմ կարողանալու անել։ Ես ռիսկը տեղափոխվեց, նոր հատվածում։ Սա, երեք ձևը, երեք ուղին, որով ֆինանսական հատվածը աշխատում է ռիսկերի հետ։ Հիշեցնում նորից, ռիսկի բովանդակությունը ռիսկերը կառավարում է կամ դա ներկայացվում է, վերահսկում է։ Իրանք ասում risk management, վերահսկողություն, կառավարում, բառը էական չի, այդ տարբեր բառ, ինքը իրանք բայց նորից, Վլադ ջան, ես ինչ եմ բերում այդ օրինակը, ռիսկը չի կորում, ինքը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար ինքը քչանում է, Անալոգիայի ուզում բերել հենց ֆիզիկայից, այդ էներգիայի պահպանման օրենքը։ Այո, կարելի է այդ։ Էներգիան երբեք չի վերանում, ինքը ուղղակի փոխակերպվում է այլ ձևի։ Այո։ Իր ձևն է փոխում, բայց շարունակում է մնալ, չի կորում, նույնն էլ ռիսկը, այսինքն ինքը կարելի է բաժանել հատվածների, չգիտեմ, ժամանակի մեջ կամ տարբեր օղակների արտադրական process-ը, բայց ռիսկը ինքը չի վերանում։ Ռիսկը կուտակվում է։ Իշքան մենք գնում ենք առաջ, այսինքն աշխատանքի բաժանման խորացումը տեղի է ունենում, մեր մոտ երկարում են տեխնոլոգիական շղթաները, ապա ռիսկը կուտակվում։ Ֆինանսական համակարգը բարձր լղոզում է այդ ռիսկը, տարածության եւ ժամանակի մեջ։ Էդ է, ինչ կարա ինքը անի։ Ռիսկը նորմալ է, չէ՞, ռիսկի գոյությունը, ռիսկ լինելը նորմալ է, չէ՞։ Անցած հաղորդման ժամանակ մենք խոսում էինք դրա մասին, որ ճգնաժամի արկայություն ճգնաժամ լինելը նորմալ է, նորմալ չէ, ճգնաժամ չկա։ Այն նույնը ռիսկի մասին կարող ենք ասել։ Մի հատ ասացված արտադրական process, որը ռիսկ չունի։ Ոչ, դա հակասում է էությանը, բնությանը, որովհետև ինչու օրինակ չկա ֆիզիկոսներ ասում են, вечный двигатель, որ փնտրում են, այնտենց էլ հասկացան, որ մեր տիեզերքը կառուցված է այնպես, որ բանը չի կարող լինել։ Նույնն էլ ստեղ, եթե մենք չունենք ռիսկ, նորմալ չի, ստեղ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, տեսեք, կա էկզոգեն ռիսկեր, այսպես կոչված, այսինքն համակարգից դուրս։ Աստերոիդ ընկավ երկրի վրա, ցունամի եղավ, չգիտեմ, երկրաշարժ եղավ, պատերազմ եղավ, քաղաքական ինչ-որ իրադարձություն, որոնք էլի տնտեսության համար իրանք էկզոգեն են։ Մենք դրա մասին չենք խոսում։ Դա միշտ եղել է, հասկանում, դա եղել է ֆեոդալիզմի ժամանակ, քարանձավային հասարակությունների ժամանակ։ Մենք ուզում ենք առանձնացնել այս ռիսկը, որը բնորոշ է կապիտալիստական համակարգին։ Այսպիսի ռիսկ ֆեոդալիզմում չի եղել։ Հիշում ես այս։ Այո։ Երբ որ իրանք այս մեծ սայլակի վարպետները աշխատում են առանձին, կար էկզոգեն ռիսկ, ջուր չկա, եսի բանտարները վառվեցին եւ այլն։ Այդ ամեն մեկի վրա կա, բայց դա ոնց որ էկզոգեն է, դա այդ մարդու հետ կապ չունի, կամ ինքը հիվանդացավ, հարբեցող էր, չգիտեմ ինչ։ Երբ որ իրենք միանում են եւ աշխատանքը կիսվում է։ Տես, սայլակի, ուրեմն վարպետը անիվներ մատակարարողը ինքը կարող է շատ փայլուն արել է իր աշխատանքը։ Ոչ մի բան տեղի չի ունեցել։ Արխիվի մասի արտադրողն է փայլուն է։ Բայց եթե այս կուզով, արտադրող, ուրեմն վարպետը չարեց, այս մարդկանց աշխատանքը արժեզրկվում է։ Տես, սա արդեն նոր ռիսկ է, sense ռիսկ չի եղել դրանից առաջ։ Այս ռիսկը ինքը գոյանում է նրանից, որ մենք անում ենք աշխատանքի բաժանման խորացում։ Այսինքն ասացված կա, ասում է մեր թերությունները, մեր արժանինքների շարունակություններն են, կամ շատ պարզ ասեմ, ինչքան լավ, այդքան վատ։ Եթե մենք նայենք, բնությունը տենց էլ զարգանում է, այսինքն դրական process-ները միշտ իրենց մեջ պարունակում բացասական
Հա, եթե դուք ասեք օրինակ, չգիտեմ, ջուր խմելը դա լավ է, հա, բայց եթե դուք նորմային անցնում եք, հա, շատ եք, դուք վատանում եք, հա։ Արևը շատ լավ է, հա, բայց արևի տակ, չգիտեմ, մնալը, հա, կարող է բերի եւ այսինքն տնտեսական աճի դեպքում էլ կարող ենք ասել հենց դրա մասին է խոսքը, հա։ Աշխատանքի բաժանման խորացման գործընթացը մեզ բերում է տնտեսական աճ, բայց ինքը միաժամանակ հետը բերում է ռիսկեր, որոնք չկային։ Եվ ինչքան շատ ես դու խորացնում, այդքան այդ ռիսկերը կուտակվում։ Այսինքն այստեղ չկա, հա, միշտ հա շահական դիր։ Մենք միտեղ շահում ենք, միտեղ կորցնում ենք։ Ինչքան լավ է մեր համար, ինչքան մենք երկարացնում ենք այս շղթաները, այդքան ռիսկերը կուտակվում։ Սրա մասին եմ ես խոսում։ Այսինքն այդ ռիսկը ինքը էնդոգեն է։ Ինքը համակարգին բնորոշ է, ինքը գոյություն ունի, հա, միշտ, հա, այս համակարգում։ Չնայած օրթոդոքսալ տնտեսագիտությունը մեզ ներկայացնում է, որ ինքը չի խոսում էնդոգեն ռիսկերի մասին։ Իր մոտ բոլոր ռիսկերը, հա, էկզոգեն են։ Ինքը չի, ինքը ռիսկ բառը չի օգտագործում, իրենք օգտագործում են շոկ բառերը։ Շոկ, դրական եւ բացասական։ Շոկեր, դրսից, հա, օրինակ, չգիտեմ, աղետներ, հա, դա բացասական շոկեր են։ Արտադրողականության աճը կամ նոր տեխնոլոգիաները դրանք դրական շոկեր են։ Դրանց ազդեցությամբ տակ դու կամ աճում ես կամ չես աճում։ Ներքին էնդոգեն ռիսկերի մասին ոչ մի խոսք չկա։ Ոչ մեկ այսպես չի դիտարկում, հա, որ այսպիսի process-ներ են տեղի ունենում։ Իսկ սա կարևորագույն դեր ունի, հա։ Իրանք ասում են, հա, դե կան ռիսկեր, բայց դե ունենք այս, մենք ունենք ֆինանսական շուկա, որը առաջարկում է ձեզ գործիքներ, հա, որոնցով դուք կարող եք վճարելով, հա, ինչ-որ մի մասը զիջելով, ոնց որ, հա, այս գրաֆիկի վրա, հա, շատ եկամտաբերություն հետևից որոնք շատ է ռիսկերը։ Ուզում ես մեղմացնես։ Այո, մենք մեղմացնենք ռիսկերը, բայց դա եկամտաբերություն է, որտեվ future-ը որ դու գնում ես, դա գումար է, հա, դա հենց եթե դուք ձեր ավտոն ապահովագրում եք, հա, գումար է, չէ՞։ Եթե ուզում եք լավ ապահովագրեք, հա, օրինակ ապայից բացի ունենաք ինչ է նույնիսկ կասկո, հա, դա ավելի թանկ է։ Այո, որտեվ դա ռիսկներ է թվում։ Ես ինչի վրա եմ շեշտում։ Առանձին տնտեսվարողից դա թվում է նորմալ, տրամաբանական եւ այո, տենց էլ կա։ Ու իբր, դե, հա, այդպիսով ռիսկերը մենք վերացնում ենք։ Բայց նորից դա առանձին տնտեսվարողի տեսանկյունից։ Առանձին տնտեսվարողի համար կարող է եւ ռիսկերը վերացան։ Բայց իրենք չվերացան ընդհանուր համակարգից, просто տեղափոխվեցին, հա, այլ հատված, հա, տվյալ դեպքում ֆինանսական հատված։ Ֆինանսական հատվածները զբաղվում է այդ ռիսկերով, զբաղվում է ճակերտների մեջ, հա, այսինքն տարածում է, լղոզում է, հա, ոնց կարող, հա։ Բայց կարող է հարց առաջանա, իսկ արդյոք ֆինանսական հատվածը չունի իր սեփական ռիսկերը։ Այսինքն այն ինչ որ մենք ներկայացնում ենք, դա ուրեմն իրական հատվածը ռիսկերն են, որոնք տեղափոխվում ֆինանսական հատվածը վերցնում է իր վրա, հա, ոնց որ ավանգարդում է ինքը կանգնած, հա, որպեսզի վերցնի ծաղրելս հարվածը, հա։ Իսկ արդյոք ինքը ունի իր սեփական ռիսկերը, որոնք բնորոշ չեն, հա, որ կապ չունեն, ուրեմն իրական կարծում պետք է ունենա։ Առաջինը, այստեղ պետք է երկու բան դիտարկել, առաջինը դա խարդախություն է։ Չգիտեմ, Մեդոֆի գործը երևի լսած կնենք, հա, Միացյալ Նահանգներում, որ խարդախություններով զբաղվում։ Իսկ ավելի մեզ մոտիկ ծանոթ օրինակ 90-ական թվերին Մավրոջի կար, երևի լսել են մեր լսողները, հա, MMM-ի մասին, հա, դա դասական խարդախություն էր։ Պարզապես տես Մավրոջի ֆինանսների եւ համաշխարհային, հա, թափանցիկ ֆինանսների միջև կա շատ նուրբ սահման, հա։ Մեծ ցանկության դեպքում, Վլադ ջան, մենք կարող ենք ամբողջ ֆինանսական համակարգը համարել խարդախություն, մեծ խարդախություն, ինչու՞։ Որտեղ ինքը իր վրա վերցնում է իրական ռիսկերը, եւ դա ներկայացնում է որպես ոչ ռիսկային ինչ-որ գործիք կամ շատ քիչ ռիսկ ունեցող գործիք։ Խարդախություն անում, էլի որ կան ուրեմն դպրոցներ, ավստրիական դպրոց օրինակ, որոնք ասում են, որ սա խարդախություն այս համակարգը ոտեք։ Էլի դու լսած կնես շատ են ելույթ ունենում, ասում են, այս համակարգը, այս ամենը սա խարդախություն է, սա հատուկ սարքել են եւ այլն։ Դրանց մոտեցում կա, հա, որովհետեւ իրականում շատ նման են իրար։ Պարզապես առաջի դեպքում, հա, խարդախության դեպքում դա արվում է գիտակցաբար, իսկ ռեսպեկտաբելնի, հա, ֆինանսների դեպքում մենք որ ունենք, հա, դա արվում է ինչ որ արվում է, հա, այդ որ ես ասում եմ լղոզվում է եւ այլն, դա արվում է ոչ գիտակցաբար։ Ես մեկ էլ մոտիվն եմ ուզում հասկանամ, այսինքն վերցնում ենք իրական ֆինանսական համակարգը, վերցնում է իրական ռիսկը, ու ներկայացնում է, որ դա չկա։ Մոտիվը որն է, որ ավելի շատ ֆինանսներ գրավի։ Բա ինչպես մենք խթանենք ներդրումային գործընթացը։
Օրինակ իմ ներկայացած դեպքում, եթե չլինի ապահովագրողը, գյուղացին ինչ անի։ Ինքը կարող որոշում կայացնի, չցանի ոչ մի բան։ Իսկ եթե ինքը որոշում է կայացնում, ես չեմ ցանում ոչ մի բան, դա ի՞նչ է նշանակում։ Ինքը ձեռ չի բերում պարարտանյութ, ինքը աշխատուժ չի վարձում։ Խարդախության նպատակը, նպատակը չասեմ։ Չէ, խարդախություն դրինքն է։ Խարդախությունը բարձ է։ Մարդիկ ոնց որ կան ջեբկիրներ եւ այլն, կան ֆինանսական խարդախներ, որոնք պատժվում են քրեական գործերին հարցերով։ Ես պարզապես ուզում եմ ասեմ, եթե այդքան նման է իրար, այդ գործունեությունը, որ եթե շատ ցանկանանք, կարանք իրանց էլ համար են խարդախներ, որտեղ իրանք վերցնում են իրական ռիսկերը եւ դա ներկայացնում են որպես ոչ ռիսկային գործիքներ։ Իմ մոտ այսպեսի ոնց է դա անում։ Ինքը կիսում է այդ ռիսկը, այդքան մանր մասերի, որ առանձին մասը ինքը չի դիտարկվում որպես ռիսկ, հասկանում եք։ Ֆինանսական համակարգը վերցնում է ռիսկը, կիսում է տարբեր մասերի, որպեսզի արտադրական process-ը չկանգնի։ Այո, շարունակական չի ստացվում ֆինանսական համակարգը այսօրվա տնտեսության, արտադրական process-ի, աշխատանքի բաժանման, խորացման մարտիկն է, էլի ոնց։ Այո, ինքը հենց դրա համար է ստեղծվել է, ինքը նպաստում է։ Շարժիչն է, այո, մեխանիզմ։ Դա եմ ասում, հասկանում ես, Վլադ ջան, նորից մեր թերությունները, մեր արժանինքների շարունակություններն են։ Մանրադրամը, հա, ինքը ունի երկու վերես, հա, ինքը իրանք երկվորյակ եղբայրներ են։ Մի կողմից ինքը ապահովում է մեզ աշխատանքի բաժան խորացում արտադրողականության աճ։ Մյուս կողմից ինքը ստեղծում է այդ ռիսկերը, կուտակում, էտա, հա, որ խոսում են, հա, բանկիրները կերան, բանկիրները տոկոսները եւ այլն։ Առհասարակ այս աշխարհը, որ մենք այսօր ապրում ենք, հա, օրինակ ունենք այսպիսի տեխնիկա եւ այլն, հա, այսպիսի գադջետներ եւ այլն։ Առանց բանկային համակարգի դուք ոչ մի բան չեք ունենա։ Դուք հիմա ապրում եք, չգիտեմ, 17-րդ դարում։ Բանկային համակարգը ստեղծեց։ Իր աշխատանքի շնորհիվ դուք այս ամեն ինչ ունեցաք։ Հա, դե մի մոռացեք, երբ որ սկսում եք քննադատել, գոռալ եւ այլն, եկեք ամեն ինչ բանկերից փագենք, խլենք եւ այլն, եկեք խլենք, եկեք փագենք, հա, բայց ոնց եք դուք ապրելու, հա, ոչ ոք չի խոսում։ Բոլորը մտածում են, այս ամեն ինչը կմնա, հա, պարզապես բանկային տոկոսները կիշտեն մինչև 0, հա, եւ մենք ուրեմն կլինենք բոլորս լավ, մինչև 0 չիշնեն, բայց կարող են իշնել, չէ՞։ Կարող են իշնել։ Այո, բայց պետք է հասկանալ, գնագոյացումը պետք է հասկանանք, հա, ինչու, չեմ կարծում որ այսօր արժի դրա մասին խոսել, բայց մի անգամ ինձ թվում է առիթ կունենանք խոսենք բանկային համակարգի, Հայաստանում տոկոսների, հա, տոկոսաբանության։ Հա, շատ հետաքրքիր։ Բայց ես հիմա էլ կարամ խոսեմ դրա մասին։ Պարզապես որպեսզի չլինեմ հա դատարկախոս, հա, չստացվի ես ինչ-որ բաներ վերցնում մոտից։ Ես ուզում եմ որ մենք այս ամեն ինչը որով անցնենք, որտեղ այս ամեն ինչը կապ ունի։ Որ վաղը մենք քննարկենք այդ թեման, ես ասեմ, այ հիշում եք, հա, մենք սա ենք, մենք այս սրա համար ենք, որպեսզի մենք հերթով անցնենք։ Պարզապես հիմա ես ֆիքսեմ առաջ ընկնելով։ Այո, դու ճիշտ դիտարկում արեցիր, որ ֆինանսական համակարգը ստեղծում է, հա, աշխատում է ռիսկերի հետ, ինքը ոչինչ չի կարողանի ռիսկերի հետ, փոխում է իր ձևերը։ Դա ինչ որ չափի մեղմացվում է, որ տալիս է ինչ որ խթան, հա, բայց քանի որ ռիսկերը չի վերանում, այդ process-ը ինքը անընդհատ պետք է նոր ինչ որ բան մտածվի, նոր բան ներմուծվի, որպեսզի կարողանա աշխատել, որտեղ ռիսկերը ասում նորից իրար կուտակվում են, հա, բայց արտադրողականությունը աճող ինքը չի բավարարում, որպեսզի մենք խնդիրը։ Ես օրինակ իմ տեսանկյունից եթե նայում եմ, ես կարծես էլ ռիսկերի կառավարման ուրիշ տարբերակ չեմ էլ տեսնում։ Իմ մոտ այնպես տպավորություն է, որ ինչ որ փակուղի մեջ ենք հայտնվում, որովհետև հիմնվելով մեր զրույցի վրա, հա, եթե ռիսկերը արդեն բաժանել են տարածության մեջ, ռիսկերը բաժանել են ժամանակի մեջ, նաև էլ ինչ պետք է անենք։ Էլ ինչ, էլ որտեղ կարելի է բաժանել։ Հեսա մենք դու առաջ ես գնում, հեսա մենք հասնենք, ես ուղղակի մի երկու բան էլ դիտարկումներ անեմ, հա։ Դա առաջի դիտարկումն էր, թե ֆինանսական համակարգի ռիսկեր կան։ Առաջինը ես ասում, դա խարդախությունն է։ Երկրորդը դա, տես, քանի որ ֆինանսական հատվածը շատ ակտիվ աշխատում է ռիսկի ձևի հետ, ոնց որ մենք ռիսկի կառուցվածքի հետ։ Բայց քանի որ տնտեսվարող սուբյեկտ, հա, իրական հատվածի մասնակիցները, իրանք իրենց որոշումները նաև կայացնելուց դիտարկում են ֆինանսական հատվածի ռիսկայնության մակարդակը, կառուցվածքը եւ այլն, այդպիսով ֆինանսական հատվածի կառուցվածքային ռիսկերի էությունը, հա, ազդում է իրական հատվածի վրա։ Չգիտեմ նորմալ բացատրեցի թե չէ։ Այսպես կոչված փուչիկների խնդիրը, որ ասում են ֆինանսական փուչիկը, դա հենց դրա հետևանքն է։ Երբ որ ֆինանսական հատվածում ռիսկերի կառուցվածքը չի համապատասխանում իրական հատվածում ռիսկերի։
Ստեղծվում է այդ կոչված փուչիկներ, որոնց անշարժ գույքի փուչիկ, արտաժույթի շուկայում փուչիկը, 1000 ռուբլի փուչիկը, բորսայում փուչիկների։ Օրինակ բերեմ, հա, ավելի պատկերավոր, որպեսզի հասկանանք ինչա կատարվում։ Պատկերացրու, Վլադ ջան, դու բաստուրմա ես ուզում կտրես։ Ոնց ես, հա, երկար կտոր, հա, ուզում ես մանր կտորների, կտրտես բաստուրմ։ Սկսում ես կտրել։ Եվ կտրելու ընթացքում նկատում ես, որ այն մի ծայրը աճում է։ Դու սկսում ես ավելի արագ կտրել։ Նայում ես ինքը էլ ավելի աճում։ Եվ կտրելու ժամանակ դու հասկանում ես, ինչքան արագ ես դու կտրում, այդքան ինքը ավելի արագ աճում, այսինքն այստեղ ֆունկցիոնալ կապ է հաստատվում, հա, ինչքան արագ կտրում եմ, այդքան ավելի արագ աճում է, ուրեմն հետեւը։ Այսինքն դու կանգնած ես, հա, անլուծելի խնդրի առջև։ Չես կտրում, ինքը մնում է, կտրում ես ինքը մեծանում, հա, այն մոտավորապես այդ է տեղի ունենում այսօր ֆինանսական գլոբալ տնտեսությունում։ Այսինքն բաստուրմայի օրինակը որպեսզի ավելի լավ հասկանանք, խնդիր կա մինչև վերջ կտրել վերջացնել օրինակ, այդպեսի առաջադրանք կա։ Հա, ես չասեցի, հա, բայց ամեն կտրելուց ինքը անդադ հա, խնդիրը մեր մոտ ոչ թե շատ բաստուրմա ունենալն է, այլ կտրել։ Մինչև վերջ կտրտելը, հազդարանում ես կտրտի։ Հա, հիմա մենք սկսում ենք կտրտել, ինքը չի, ինքը աճում է, չենք կտրտում, մնում է, հա, այսինքն խնդիրը չենք լուծում։ Ֆինանսական հատվածի կորուստները դրանք իրական հատվածի վնասներն են։ Պարզապես ֆինանսական հատվածը կարողանում է որոշ ժամանակ վնասները ծածկել, որպեսզի ներդրումային գործընթացը չկանգնի, ոնց որ մենք ասենք։